Ինչպես բացատրել նույն հարցի վերաբերյալ ոստիկանության երկու պաշտոնական հայտարարությունների տարբերությունը։ Նախ ոստիկանությունը հրապարակեց, թե հունվարին առգրավվել է 928 կիլոգրամ հերոին։ Դրանից հետո ոստիկանությունը հայտարարեց, թե 2014 թվականի առաջին 5 ամիսներին առգրավվել է ընդամենը 850 կիլոգրամ հերոին, ուր կորավ 78 կիլոգրամ հերոինը։ Հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը չթաքցրեց թվերի տարբերությունը։ Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2014 թվականի 5 ամիսների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 859 կիլոգրամ, 527 գրամ տարբեր տեսակի թմրամիջ։ Մեր հանրապետություն շրջանառվող դրանից զատ 950-191 գրամ։ Բայց եթե մենակ 928 կիլոգրամ է ջուրն ոնց կարող ամբողջ տարվանություն 850 կիլոգրամ է։ Կոնկրետ այդ մի դեպքից, որ Իրանից ներկայացնում եղել է 928 կիլոգրամ, բայց դա գրած է ձեր տվյալները պատմական կշիռն է։ Հերոինի քաշի վերաբերյալ նույն աղբյուրի պաշտոնական տվյալների իրարամերժ լինելն արդյոք հիմք չի հանդիսացել, որ գլխավոր դատախազությունը ի վերջո պարզի ինչն է խնդիրը։ Ազատության այս հարցին պատասխանեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Վերջին օրերին հանրությունը քննարկում է այն հարցը, թե ինչ եղավ 78 կիլոգրամ հերոինը, որ ոստիկանությունից կորել է, ինչ է կարել այդ կապը։ Ով ասում է կորել է։ Այդ ով ասում դες բան։ Դե համենայն դեպս թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետի տեղակալը չգիտեր իվեր։ Ոչ մի բան չի կարող կորել ոչ մի տեղից։ Դուք պարզել եք ինչ է եղել, որ ոչ ոք չգիտի դա։ Նախաքննությունը իր շարունակվում է, ընդհանուր կպարզենք այդ հերոինը որտեղից ու դեպի ուր էր գնում, ինչեր ամ։ Երբ որ նախաքննության ավարտը կլինի, վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները դուք կիմանաք։ Դատախազությունը չի պատրաստվում գործառույթը դրա հետ կապված։ Ինչի հետ կապված։ Ոստիկանությունից անհետացել է, գուցե բոլոր ոստիկանները։ Ո՞նց որոշեցիք, որ անհետացել։ Վարչության պետն էր ասում, թվեր էր հրապարակել, անհամապատասխանությունից այդպես է ստացվում։ Դեռևս դա փաստ չի, ամեն ինչ քննարկվի եւ հետո նոր արդյունքների մասին կիմանանք։ Ազատության հարցերին պատասխանեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանությունը չգիտի դրա տեղը իսկապես։ Բայց ինչ կապ ունի ոստիկանությունը 70-ների դեմ պայքարի վարչության պետի տեղակալը եւս չգիտեր ուր կորավ այդ 78 կիլոգրամ հերոինը։ Բայց այդ հարցը ինչ է կողմում։ Մեր վարույթում չի այդ գործը։ Իսկ չեք փորձելու պարզել ինչ եղավ, դա ոստիկանությունից է կորել։ Ոստիկանությունից նման բաներ չեն կորում։ Դա մեր վարույթում այդ գործը չի։ Ինչով եք բացատրում, որ վարչության պետի տեղակալը չգիտեր, թե դա ուր է։ Վարչության պետի տեղակալը նոր աշխատակից է եւ չի տիրապետում այդ ինֆորմացիային։ Դա մեր վարույթում չի եղել գործ, ուղղակի ես չեմ կարող պատասխանել։ Չգիտեք, չեք փորձելու ճշտել ինչ է եղել դրա հետ կապված։ Եթե ես չեմ սխալվում, ազգային անվտանգությունն է, չէ՞։ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակը Ազատությանը միայն փոխանցեց, թե նախաքննություն է ընթանում, ավելացրեց, թե պաշտոնապես ոչինչ չի կարող ասել, ինչն է խնդիրը, որ 78 կիլոգրամի տարբերության մասին պաշտոնապես իրարամերժ տվյալներ են հրապարակվում։ Համացանցում առկա տվյալներով հերոինի 1 գրամի միջին գինը Հայաստանում $165 է։ Ստացվում է տվյալ դեպքում իրավապահները հանրությանը տեղյակ չեն պահում, թե ինչ է եղել մոտ $13 միլիոն հերոինի ճակատագիրը։ Տեղեկություններ, ըստ որոնց իրավապահ գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող մարմինները փորձելու են առաջիկայում դատարանում ապացուցել, թե 78 կիլոգրամի տարբերությունը հերոինի փաթեթավորման շնորհիվ է, սակայն տեղեկություն չկա այն մասին, որ տվյալ դեպքում հերոինն առգրավելիս եղել է երկաթյա ծանր տարաների մեջ։